Բարև ձեզ, մշակութային շաբաթը սկսվեց նախարար Արմեն Ամիրյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությամբ։ Մշակույթի նախարարը առաջարկ է ներկայացրել ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ։ Այս նվագախմբի կազմում պետք է ընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերից մեր լավագույն երաժիշտները, լավագույն մենակատարները, եւ առաջին համերգը մենք ունենանք ապրիլ 24-ին Երևանում։ Նախագահը ողջունել է գաղափարը, այն համարելով Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումների ու համոզմունքի խորհրդանշական լուծում։ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ նվագախումբն առաջին հերթին պետք է ներկայացնի հայ կոմպոզիտորների գործերը, ուղղված լինի հայկական լսարանին։ Նվագախումբ իմ պատկերացմամբ առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն։ Եվ միգուցե այս նվագախումբն էլ կարող է օրինակ հանդիսանալ մնացած ոլորտներում ներդաշնակ եւ միասնական աշխատանքի համար։ Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում մշակութային կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությանը, նշելով, որ Երևանում այսօր կան մի քանի տասնյակ պետական խմբեր, որոնք պետք է ելույթ ունենան նաև մարզերում։ Նախարարն էլ փոխանցել է, որ արդեն կա եկող տարվա մարզային այցելությունների օրակարգը, 200-ից ավելի այցելություններ կլինեն դեպի մարզեր։ Նախարարը փոխանցել է նաև, որ մշակույթի գործիչներն ուզում են հանդիպել երկրի ղեկավարի հետ։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը եւս այդպիսի հանդիպման կարիք ունի, կուտակված հարցերը շատ են, պատրաստ է անկեղծ զրույցի։ Միանգամից 3 մշակութային հաստատություն այս շաբաթ սկսել են նոր գործակցության հուշագրով թատրոնի պետական ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի եւ կոնսերվատորիայի ուսանողները։ Մեկ շաբաթ կմասնակցեն վարպետության դասերի, կներկայացնեն ցուցահանդեսներ, համերգներ։ Համատեղ նախագիծը ենթադրում է նաեւ համատեղ ուսուցում։ Արվեստի բուհեական շաբաթը բացել է Լալա Մնացականյանը, դերասանուհու մասնակցությամբ ու բեմադրությամբ։ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողական թատրոնը կխաղա Կարլ Չապեկի Մայրը։ Կոնսերվատորիայի ուսանողները կարող են մեզ մոտ անցնել դերասանի վարպետություն, ռեժիսուրա, մեր ուսանողները կարող են, բեմանկարիչները կարող են Գեղարվեստի ակադեմիայում ավելի կատարելագործել իրենց հմտությունները եւ գիտելիքները։ Եթե ուսանողը ցանկություն ունի լուրջ պրոֆեսիոնալ լինի եւ լուրջ բեմերի վրա հանդես գա, ապա այդ 3 այսպես ասած ոլորտներում նա պետք է ունենա իր կրթությունը։ Անցնող տարվա մշակութային գլխավոր իրադարձություններից մեկի Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխությանն է վերաբերվում այս նորությունը։ Ավրորա մրցանակաբաշխությունը 3 օրվա փոխարեն կշարունակվի գրեթե 1 ամիս։ Ապրիլի 24-ին կհայտարարվեն մրցանակի հավակնորդները, իսկ 1 ամիս անց հայկական առաջին հանրապետության օրը կհայտարարվի դափնեկիրը։ 1 ամսվա ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ, հանդիպումներ։ Ապրիլի 24-ից մինչև մայիսի 28 Ինչ ենք մենք տեսնում դրա մեջ մենք տեսնում ենք մի շատ կարևոր սիմվոլիզմ, մենք տեսնում ենք ճանապարհ մահից մինչև կյանք, ճանապարհ հուսահատությունից մինչև հույս։ Ավրորա մրցանակաբաշխության ակտիվ մասնակիցներից Ջորջ Քլունին միակ օսկարակիր դերասանը չէ, որն աջակցում է հայկական նախագծերին։ Օսկարակիր դերասան Թոմ Հենքսը կոչ է արել ակտիվ մասնակցել դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կազմակերպվող Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարեգործական երեկոյին։ Հոլիվուդյան դերասանն ասել է, որ միջոցառումը հայկական արմատներին վերադառնալու հրաշալի առիթ է բոլոր ամերիկահայերի համար։ Մշակութային իրադարձությունները այս շաբաթվա այսքանն էին, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։